Պարոն Նահապետյան, ես ուզում եմ, քանի որ այս փուլում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը ընտրական հանցագործություններն են եւ սա ձեր ոլորտում է գտնվում, ես կուզեի մի երկու օրինակով սրա վերաբերյալ մի հարց ցես տալ։ Նախ բարեգործության արգելքը, որը փաստորեն սկսեց այս կարգավորումը գործել ընտրությունների օրվա նշանակման պահից սկսած եւ արդեն ահազանգեր են հնչում քաղաքական դաշտում քաղաքական ուժերից, օրինակ խոսում են վարձավճարների վճարման մասին, դրան զուգահեռ վարչապետի տիկնոջ հիմնադրամը օրինակ անգլերենի դասընթացների խոստումներ է հնչեցնում, բայց արձագանքներ դեռ չկան հակակոռուպցիոն կոմիտեից։ Ես ուզում եմ դուք ասեք, օրինակ այս օրինակով կոնկրետ, երբ որ վարչապետի տիկինը ընտրական պրոցեսի այս ընթացքում, որը արդեն գործում է կարգավորումները, ինքը ինչ որ խոստումներ է տալիս կամ հայտարարություններ է անում հիմնադրամի շրջանակներում։ Այստեղ խնդիր կարող է լինել քրեական գնահատական, իրավական գնահատական կարող է լինել այս ամեն ինչին, թե ոչ։ Ես այս բանին կխուսափեմ կոնկրետ դեպքի մասով իրավական գնահատական տալ, որպեսզի հետագայում նաև չկանխորոշվի, հա, իմ ասածը իրավական ելքով, բայց մենք քրեական օրենսգրքում ունենք 221 հոդված, դա բարեգործության արգելքը խախտելու հոդվածն է եւ այն ըստ էության գործում է, երբ որ նախագահան հրամանագիր է ստորագրում, որով նշանակում է ընտրության օր եւ այդ պահից սկսած մինչեւ արդյունքների ամփոփումը մենք գործ ունենք բարեգործության արգելքի հետ, որը նաեւ նախատեսված է ընտրական օրենսգրքում եւ այդ հոդվածում հստակ սահմանված են թե եղանակները, թե սուբյեկտները, ովքեր են այդ հոդվածով հանձնակազմի սուբյեկտ, կուսակցության անդամ կլինի, թեկնածու կլինի եւ այլն, ասոցացվող հիմնադրամներ, անձինք, չէ՞, որոնք նաև հոդվածով կա հստակ բան, որ դա պետք է ուղղված լինի ընտրողին, ընտրողներին պետք է ուղղված լինի եւ պետք է դա կատարվի անհատույց, ու ըստ էության նաև մենք նպատակ ունենք այդ հոդվածով, դա ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելն է բովանդակային առումով եւ եթե այս ամենի հետ կապված մենք ունենում ենք կոնկրետ դեպք, ապա այդ մասով սկսում են ստուգողական գործողություններ, վերջնական իրավական գնահատական կհայտնենք։ Դուք ընթացակարգեր եւ օրենքներին ու կարգավորումներին եք հղում անում։ Հիմա կա կոնկրետ դեպք, հիմնադրամը իր գործունեության ընթացքում այս փուլում, եթե դասընթացներ է կազմակերպում անգլերենի կամ ինչ որ ուրիշ հայտարարություններ է անում, կրկին էլի այն զանգվածի համար է, որը կարող է պոտենցիալ ընտրող լինել։ Այստեղ իրավական գնահատականի հարց կարող է առաջանալ, թե այստեղ ասոցացվելու խնդիր չկա առհասարակ, դուք չեք տեսնում խնդիր, որ այդ հիմնադրամը ասոցացվում է կոնկրետ քաղաքական ուժի եւ ղեկավարի հետ նրա։ Տեսեք, ես այս բանին նման գնահատականներ կխուսափեմ տալ, որովհետեւ կոնկրետ ձեր ասած դեպքով մենք հաղորդում հակակոռուպցիոն կոմիտեում չունենք այս բանին, բայց վաղը մյուս օր եթե ունենանք հաղորդում եւ եթե հիմա ես ձեր հարցին պատասխանեմ ու ասեմ իրավական առումով ստե ունենք բարեգործության արգելքը խախտելու հանցակազմ կամ չունենք, դրանով ես ինձ կանխորոշում եմ, որպեսզի հետագայում իրավական պրոցեսներում համապատասխան ճիշտ իրավական որոշում գնահատական տրվի։ Եթե մենք ունենանք ձեր ասած դեպքով հաղորդում կամ ունենանք ստուգողական գործողություններ, մենք դրանով կկայացնենք համապատասխան դատավարական որոշում եւ հանրությունը կիրազեկվի պատշաճ։ Պարոն Նահապետյան, իսկ երբ որ մարզպետը դրանով ինչու չեք զբաղվում, դա խնդիր է թե ոչ։ Խնդրում եմ թողեք վերջացնի հարցերը, հետագայում ձեր հարցերը կտակ։ Եվ ուզում եմ մի օրինակ էլ հարցնեի մարզպետը, Սյունիքի մարզպետը օրինակ որոշում է ստորագրել փետրվարի 9-ին, երբ որ արդեն այդ կարգավորումները գործել են եւ այդ որոշմամբ գումար է բաժանվել քաղաքացիներին, ովքեր աջակցության համար դիմել են մարզպետարանին։ Այս փուլում անկախ նրանից համայնքի ղեկավարը իշխանական թիմից է կոնկրետ կամ կուսակցական է թե ոչ, անկախ այս հանգամանքից համայնքի ղեկավարները իրենց գործողություններում որոշակի արգելքներ եւ զսպող գործողություններ պետք է իրենց քայլերը ենթադրեն, թե այսինքն դուք ոնց եք այդ սահմանը հասկանալու, օրինակ այս գումարի բաժանումը կարելի էր եւ որևէ բան չի ենթադրելու կոնկրետ մի ուժի համար, թե ոչ, ոնց եք վարվելու, կոնկրետ այս օրինակում ինչ որ խնդիր տեսնում եք, թե այստեղ էլ հաղորդում չեք ստացել։ Կոնկրետ այս օրինակով մենք ունենք ստուգողական գործողություն հակակոռուպցիոն կոմիտեում եւ ստուգում ենք, թե
այ տվյալ պաշտոնատար անձը կուսակցության անդամ է հանդիսանում, չի հանդիսանում, այդ գումարը պաշտպել է համապատասխան դիմումների հիման վրա քաղաքացիների, թե ոչ, ինչ նպատակ է հետապնդել այդ գումարի պաշտումը, երբ որ ավարտական ունենանք, արդեն ստուգողական գործողություններ ունենանք ավարտական process, այդ դրա մասին նորից եմ ասում, հանրությունը կիրազեկվի կոնկրետ ծեր ասած դեպքում։ Իսկ թե սահմանը ինչպես ենք որոշում, հա, իրավական առումով սահմանը որոշում ենք յուրաքանչյուր դեպքում առանձին կախված տվյալ դեպքի հանգամանքներից։ Հիմա ես չեմ կարող կանխորոշել եւ նշել, թե որ դեպքում մենք կորագենք բարեգործության արգելքը խախտելու հանցակազմով, իսկ որ դեպքում չենք որագի։ Եթե չորագենք, եթե մենք վարույթ չնախաձեռնենք, մանրամասն կնշվի վարույթ չնախաձեռնելու արձանագրության մեջ պատճառները եւ այդ մասով նաեւ հանրությունը կիրազեկվի։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե եթե ընդդիմադիր է, եթե ոչ, ապա կարող եմ կոնկրետ դեպք նկարագրել, երբ որ բարեգործության արգելքը խախտելու հանցակազմով մենք նախորդ էջմիածնի ընտրություններում, այո, մենք կթողնեք վերջացնեմ, հա։ Չէ, դեպքն եմ ուզում ձեզ։ Դե թողեք վերջացնեմ, ես դեպքի հիշացնեմ, դուք մնացածը, հա։ Հիմա եթե փոխադարձ հարգանքի մթնոլորտում շարունակելու ենք հարցազրույցը, շարունակենք, եթե չէ, ես թողեմ գնամ, դուք ձեր հարցադրումները արեք։ Դե սպասեք, ես նախորդ հարցի պատասխան տամ, հետո ձեզ լսեմ, հա։ Մենք էջմիածնի ընտրություններով կոնկրետ ունեցանք բարեգործության արգելքի խախտման դեպք, որով մեղադրյալ է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամը բարեգործություն կատարելու համար։ Հետևաբար ձեր այն մեկնաբանությունը, որ կախված թե որ կուսակցությունից է եւ ըստ այդմ էլ նաեւ որոշում կայացնենք, դա իրականության հետ կապ չունի։ Նախաքննությունը ավարտվել է այդ գործով։ Այդ գործով նախաքննությունը ավարտվել է, անձը գտնվում է տնային կալանքի տակ եւ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Պարոն Նահապետյան, հստակ սահման, ինչպես է լինել, օրինակ պետական պաշտոնյան այդ ընթացքում ինչ որ քայլանում համայնքին օգնում է ինչ որ ձեով։ Դա ներկայացնում է որպես իր պարտականություններ, որտեղ պաշտոնյա է։ Հիմա այդ սահմանը ընտրությունների ժամանակ ո՞նց է որոշվել, որ դա բարեգործություն չի, այլ այդ պաշտոնյայի լիազորություններ թելադրված քայլ։ Այդ սահմանը կա թե չէ։ Ես նորից եմ ասում, յուրաքանչյուր դեպքում գնահատում ենք գործի դեպքի հանգամանքները, թե սահմանը որտեղ է, որ պաշտոնյան իր գործառույթների մեջ մտնող որևէ գործողություն է կատարել, այդ գնահատում ենք, թե կոնկրետ ինչ գործողություն է կատարել։ Եթե իր կատարած գործողությունը մտնում է իր պաշտոնական պարտականությունների մեջ, ստեղ որևէ հանցակազմի առումով որևէ խնդիր չունենք։ Նախընտրական, ինչպես է դուք տարբերելու։ Արդյոք դա սուբյեկտիվ չի լինելու։ Եթե գումար է բաժանում օրինակը կոնկրետ, դա բարեգործություն է, թե պարտականություն, այդ ոնց է, էլի։ Լայն չի մեկնաբանության։ Հիմա տեսեք, մենք ունենք մարզպետարաններում օրինակ հանձնաժողովներ, որոնք քաղաքացիների դիմումները ստանալով, հա, հանձնաժողովի կազմով ընդհանուր որոշում են կայացնում, թե դրամական օգնություն տվյալ դիմումը ներկայացած քաղաքացուն ցուցաբերեն, թե չէ։ Օրինակ, համար քաղաքացին ասում է, իմ տանիքը կաթում է, օրինակ, ինձ դրամական որոշակի օգնություն է պետք, գերավոր դիմում է ներկայացնում մարզպետարանին։ Ստե ոչ թե մարզպետն է այդ որոշումը կայացնում, այլ շատ դեպքեր ունենք հանձնաժողովներ, այդ հանձնաժողովի անդամները, որոնք կուսակցականներ չեն, օրինակ եմ ասում, ես հիպոթետիկ դեպքի մասին եմ խոսում։ Եվ այստեղ առավել եւս դառնում է խնդրահարույց։ Ես հիպոթետիկ դեպքի մասին եմ խոսում, ես կոնկրետ դեպքի մասին չեմ խոսում։ Եթե ունենանք կուսակցության անդամ, այլ իրավական քննադատական կլինի։ Եթե ունենանք կուսակցության ոչ անդամ, հա, կունենանք այլ իրավական քննադատական։ Իմ ասածն է, որ ցանկացած դեպքում, երբ որ ստանում ենք հաղորդում, այդ հաղորդման կապակցությամբ ստուգում ենք, գործողություններ ենք անում, իրավական առումով դեպքի հանգամանքները համադրում ենք քրեական օրենսգրքի 221 հոդվածի հետ, եւ եթե ունենք նույնացում, այդ դեպքով քրեական բարույթ կնախաձեռնվի։ Այ օրինակի համար էջմիածնի դեպքի հետ կապված մենք տեսանք, որ բարեգործություններ կատարվել եւ ունեցանք նախաձեռնված քրեական բարույթ, ունեցանք դատի տրված անձ։ Պարոն Նահապետյան, արդյոք պետական մակարդակով կոռուպցիայի մասին չխոսում այն հանգամանքը, որ պարգևավճարներ են սահմանվում արդեն պետական օրինական ճանապարհով, այս մասին օրինակ օրերս փորձագիտական շրջանակները հայտարարեցին, որ կա կոռուպցիա, այն ավելին բարձրագույն կոռուպցիա բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակում, նկատի ունենալով բաժանված շատ բարձր պարգևավճարներ։ Դուք այստեղ կոռուպցիոն ռիսկեր տեսնում եք, թե սա Եվ դուք ստացել եք այդ պարգևավճարները։ Եվ ինչքան եք ստացել, եթե ստացել եք։
Ես հարցին պատասխանելով ասեմ, որ պարգևավճարների հետ կապված բազմաթիվ անգամներ բարձրաբանումներ տրվել են, թվում նաև վարչապետ, խնդրում եմ մի ընդհատեք, ես խոսքը իմ տրված բարձրաբանման մասին չի, ես նշում եմ, որ բարձրաբանումներ տրվել են, թվում նաև քաղաքական իշխանության ղեկավարության կողմից, ես որպես իրավաբան ես կարող եմ ասել, որ մենք կոռուպցիա հասկացությունը գնահատում ենք քրեական օրենսգրքի համապատասխան հավելված 1-ով, որտեղ նշված են կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը, հոդվածները։ Եվ ձեր նկարագրած իրավիճակում, երբ որ աշխատողին կառույցը պարգևավճար է տալիս, որևէ հոդվածի մեկնաբանման տիրույթում չի կարող դիտարկվել որպես կոռուպցիա քրեական օրենսգրքի։ Բայց խնդրահարույց չէ նման բարձր պարգևավճար բյուջեից դուրս գրել պաշտոնյաներին, այդ դեպքում նաև խնդրահարույց է, որ միայն բարձրաստիճան պաշտոնյաներին է շատ բարձր լինում։ Օրինակ բաժինների, ավագ մասնագետների բավականին ցածր պարգևավճար։ Այստեղ է կոռուպցիա չկա, այսինքն ինչպես է բաժանվում այդ պարգևավճարները։ Ես բաժանման հետ կապված կարող եմ ասել, որ կա համապատասխան կարգ, կառավարության որոշմամբ սահմանված, ըստ կարգի, ըստ կատորողականի պարգևավճարները բաժանվել են։ Հետևաբար այդ ամենը կարգավորված, իրավական ակտով կարգավորված process է եղել, որտեղ որևէ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ ես որպես իրավաբան չեմ տեսնում։ Բայց կատարողականի կառույցը ինչքան է գնահատվել եւ դուք մենք այդ որոշմամբ սահմանված ցանկում ընդգրկված չենք, որպես առանձին մարմին եւ այս մասով որևէ բան չեմ կարող ասել։ Պարոն Աբեջան, ձեր ելույթին հետևելով ես հասկացա, որ Ժողովուրդ թերթով Կներեք իմ հարցին կպատասխանեք դուք անձամբ ստացել եք պարգևավճար։ Հակակոռուպցիոն կոմիտեում պարգևավճարներ եղել են ու առաջիկայում երբ որ մենք ներկայացնենք նաև հայտարարագիր, այդ հայտարարագրում մանրամասն նշված կլինի այն գումարի չափը, որը հակակոռուպցիոն կոմիտեի ցանկացած աշխատակից, այդ թվում նաև ես ստացել եմ եւ կհայտարարեմ բարձ հասանելի կտեսնեք այդ ամենը։ Պարոն Աբեջան, ձեր ելույթին հետևելով հասկացա, որ շատ գոհ եք ձեր աշխատանքից ինքներդ գոնե, եւ դա կարող է ղեկավարությունն էլ գոհ լինել ձեզանից, բայց արդյոք կոմիտեի աշխատանքը արդարացրել է հանրության սպասումները, ինչ որ սպասում էին ձեզանից, որովհետեւ դուք մի կառույց եք, որ նախ հանրության սպասումները պիտի արդարացնի։ Ես հակակոռուպցիոն կոմիտեի նախորդ տարվա աշխատանքը գնահատել եմ դրական, բայց որպեսզի գնահատենք լավ, հա, կամ գերազանց, այդ առումով մենք ամենօրյա ռեժիմով մեծ աշխատանք ենք կատարում եւ խնդիրները, որոնք որ մեր առջև ծառացած են, փորձում ենք լուծել ամենօրյա ռեժիմով, որպեսզի արդյունքում հասնենք այն աստիճանին, այն մակարդակին, որը մեզ թույլ կտա ասել, որ իրականում մենք մեր կառույցի աշխատանքներից գոհ ենք։ Պարոն Աբեջան, հիմա այդ անգլերենի դասընթացների հետ կապված, որ վարչապետի տիկնոջ հիմնադրամը հայտարարել է, դուք սպասում եք, որ ինչ-որ մեկը հաղորդում տա, թե այնուհանդերձ կուսումնասիրեք, ինչպես նաև ընդդիմադիրների հետ ուսման վարձերը վճարելու հետ կապված, մարզպետի օգնություն բաժանելու հետ կապված, պետք է անպայման լինի հաղորդում, որ դա ուսումնասիրեք, թե օրինակ հակակոռուպցիոն կոմիտեն հիմա ունի ինչ-որ նախաձեռնած գործեր եւ մեկ հարցել տեսեք, որ ասում եք կամ պարգևավճար, իրականում դա պարգևավճար չէ, դա աշխատավարձի բարձրացում է եւ այդ բարձրացումը եղել է առանց բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքի փոփոխության։ Սա արդյոք խնդրահարույց չէ, որ մեկ որոշմամբ է այդ բարձրացումը եղել, որովհետեւ օրենքում փոփոխությունները պետք է լիներ ազգային ժողովով նախագահի կողմից վավերացման։ Այստեղ դուք խնդիր տեսնում եք, թե ոչ։ Դուք ինքներդ որակում եք տալիս, որ դա եղել է աշխատավարձի բարձրացում։ Ովի նախագահ Ալեն Սիմոնյանն է ինձ այդ հարցազրույցում ասել, որ դա պարգևավճար չէ, դա աշխատավարձի բարձրացում է։ Ես չեմ կարող մեկնաբանել պարոն Սիմոնյանի ասածները, բայց ամեն դեպքում ես գիտեմ, որ սա պարգևավճար է, պարգևավճարի համար կա սահմանված կարգ, կառավարության որոշում, սահմանված կարգով հաշվի առնելով նաև կատարողականը պարգևավճարները տրվել են։ Ինչ վերաբերում է առաջին հարցին, թե արդյոք հակակոռուպցիոն կոմիտեն առանց հաղորդման կարող է պրոցեսներ սկսել, այո, կարող է պրոցեսներ սկսել օպերատիվ հետախուզական գործիքակազմի կիրառմամբ, ձեր նշած մի շարք դեպքերում, բայց հիմա այս բանին չեմ կոնկրետացնի եւ չեմ մասնավորեցնի, թե որ դեպքերում մենք մեր օպերատիվ ստորաբաժանումներում սկսել ենք ստուգողական գործողություններ։ Չեմ ասում, քանի որ դա իրենից ենթադրում է նաեւ գաղտնի
ընթացակարգ, եթե խոսում ենք օպերատիվ հետախուզական ստորաբաժանումների աշխատանքի մասին, դա իրենից ենթադրում է գաղտնի process, գաղտնի ընթացակարգ, որը երբ որ հասնի իր տրամաբանական ավարտին եւ մենք ունենանք արդեն նախաձեռնված քերական վարույթ, ապա այդ մասին հանրությունը կիրազեկվի։ Սյունիքի մարզպետարանը, որ ստուգողական Ես նկատի ունեմ ոչ բոլոր դեպքերում է, որ այս բանին կոնկրետ ինֆորմացիա օպերատիվ հետախուզական աշխատանքների մասով ասել եմ, Սյունիքի մասով ասել եմ, քանի որ դրա մասով վտանգ այդ հրապարակման մասով չեմ տեսել։ Խնդրում եմ թողեք պաշտոնին որևէ վտանգ չկա։ Լսում եմ ձեզ։ Չեք պատասխանում հարցը։ Ձեր հարցի պատասխան չունի։ Պարոն Նահապետյան, տեսեք, միշտ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում կոռուպցիա չկա, արմատախիլ է արվել։ Մենք նկատում ենք, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մի շարք գործերով անցնում է նաև իշխանության տարբեր շրջանակներ, այդ թվում եւ օրինակ Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետը բազմաթիվ անգամներ հակակոռուպցիոն գործողություններ է իրականացրել Երևանի քաղաքապետարանում, պետեկամուտների կոմիտեում։ Հիմա այստեղ հակասություն կա թե չկա եւ նաեւ Էջմիածնի նախկին քաղաքապետը հակակոռուպցիոնում քննվող քրեական գործը համարել է շոու։ Ինչ եք շոու անում ըստ Յաննա Կասպարյանի։ Ես դատավարության մասնակիցների մեկնաբանությունը չեմ պատրաստվում հիմա ինքս մեկնաբանել, դրա համար կա դատական process-ներ, դուք էլ կարող եք այդ դատական process-ին մասնակցել, քանի որ ըստ էության հրապարակային է, եւ յուրաքանչյուր անգամ համոզվեք, թե արդյոք իրավական առումով հակակոռուպցիոն կոմիտեն ճիշտ է մեկնաբանել դեպքի հանգամանքները, թե ոչ, եւ արդյոք ձեր ասացի նման այնտեղ ունենք շոու։ Ինչ է դա Յաննան է ասել Կասպարյան ինքն է որակումը տվել։ Եվ երկրորդ հարցը, ինչպես գիտեք, տևական ժամանակ է նպատակ է դրվել իշխանությունը նպատակը դրել կաթողիկոսին փոխել։ Դուք ինչպես եք վերաբերում այս գործողություններին։ Օրինակ ըստ ձեզ ով է Հայաստանի ով է ամենայն հայոց կաթողիկ։ Ես քաղաքական հարցերին չեմ պատասխանում, խնդրում եմ նմանատիպ հարցերից ձեռնպահ մնալ։ Նաև եկեղեցու հետ կապված հարցերին ես ուզում տանեն, ինչ եք անելու որպես եթե ունեք հարցեր իրավական բլոկի պատասխանատու, ինչպես է կանխելու եք Էջմիածնի գանձերը չտանեն ստեղից։ Ժողովուրդ, եթե ունեք իրավական հարցեր հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերելի, պատասխանեմ, եթե ոչ, ավարտենք հարցազրույցը։ Հայկ Օնջորյանի առանձնատան մասով եւս ստուգողական գործողություններ իրականացվում, որ առանձնատուն է ձեռք բերել Աբովյանում շուկայականից ցածր գնով, այս մասով ինչ կա։ Այս մասով եւս ստուգողական գործողություններ ենք կատարում, բարձում ենք թե մյուս սեփականատերերը կոնկրետ ինչ արժեքով են այդ բնակարանները ձեռք բերել, եթե ունենանք ձեր ասացի նման էական շուկա տարբերություն գնային պարոն Կոնջյանի ձեռքբերածի եւ մյուս քաղաքացիների ձեռքբերածի մասով, ապա համապատասխան իրավական գնահատական կա։ Պարոն Նահապետյան, իսկ Հայաստանից երբ որ խոստանում էին վարձերը վճարելու սանողների, այս հայտարարությունը եւ այս ամեն ինչը ստուգվում է։ Ես չեմ լսում ձեզ։ Թվականին գնվել էր 54 միլիոն դրամով, մինչդեռ նմանատիպ գույքը շուկայական արժեքը մոտ 75.6 միլիոն դրամ է կազմում։ Հիմա այս մասով Կոնջորյանը հրավիրվել է օրինակ ինչ կարգավիճակ ունի։ Ինչ է միջև բացահայտել, որովհետև մեկ ամսից ավելի փաստորեն քննություն է ընթանում եւ ասում եք ստուգողական աշխատանքներ շարունակվում։ Գործի քննություն չունենք, մենք ունենք ստուգողական գործողություններ, որի ընթացքում հարցաքննություն չի կատարվում։ Իսկ ձեր նշած շուկայական արժեքը, որ ըստ էության տարբերություն եք ֆիքսել, մենք պետք է պարզենք կոնկրետ կառուցապատողի մասով, թե արդյոք այդ կառուցապատողի մոտ գնային, տարբերակված մոտեցում այս դեպքում կամ մեկ այլ դեպքում ունեցել ենք թե ոչ։ Պարոն Նահապետյան, բայց տեսեք, երբ որ հարցնում եք ով է ամենայն հայոց կաթողիկոսը, դրա քաղաքական հարց։ Ես նորից ասացի, որ քաղաքական բնույթի եւ հակակոռուպցիոն կոմիտեի հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների չբխող որևէ հարցի այս բանին չեմ պատասխանում։ Ուժեղ Հայաստան կուսակցության այդպիսման վճարների մասին միատեսանյութ կար։ Դրա հետ կապված ինչ քայլեր է իրականացրել միջև այս պահ հակակոռուպցիոն կոմիտեն։ Այդ տեսանյութը եւս ուսումնասիրվում է։ Իսկ քրեական գործ չունենք քրեական գործ։ ուսումնասիրվել, ուժեղ Հայաստանին ասում եք ուսումնասիրվել է, իմ քայլի հիմնադրամի հետ կապված կաշկանդվածություն ինչով։ Բոլոր դեպքերում ուսումնասիրվում է։ Բավարարված եք հարցի պատասխանից։ Այո, բոլոր դեպքերում ուսումնասիրվում է։ Պարոն Նահապետյան, դուք ասացիք, որ նաև մամուլից կարող եք այսպես խնդիրների մասին նյութեր ուսումնասիրություն դարձնել։ Վերջին շրջանում շատ այսպես հիմնախնդիր է դարձել քաղաքապետարանի արած, գուցե առաջին հայացքից տպավորություն ստեղծվի, որ
ձեր ոլորտին չվերաբերում, բայց խոսվում այն մասին, որ բավականին այսպես կոռուպցիոն երևույթներ կան, անորակ գործ է արվել եւ այլն, այսինքն մարդիկ քաղաքացիները հարկերը վճարել են ու այսպես ասֆալտին են տվել, ջրին են տվել եւ այլն։ Այս մասով հակակոռուպցիոն կոմիտեում Երևանի քաղաքապետի կամ այլ աշխատակիցների պատասխանատուների մասով խնդիր չի տեսնում, որ այսպես անորակ աշխատանքի արդյունքում մեր գումարները պարզապես մսխվում են։ Ես հիմա չեմ կարող հիշել թե ձեր ասածը կոնկրետ որ դեպքի մասով է, բայց մենք բազմաթիվ քերական վարույթներ ունենք, երբ որ անորակ շինարարության, ճանապարհաշինության, դպրոցաշինության եւ այլնի հետ կապված ունենք նախաձեռնված վարույթներ, ունենք կոնկրետ քերական հետապնդումներ եւ նույնիսկ ունենք ավարտված, դատարան ուղարկված քերական վարույթներ, այսինքն այս դեպքում մենք ապացույցների համակցությունը գնահատելով կոնկրետ քերական հետապնդումներ ենք գնում կամ գնահատում ենք, որ հիմքեր չունենք քերական հետապնդումների։ Յուրաքանչյուր դեպքում նորից եմ ասում, իր առանձնահատուկ հանգամանքներով պայմանավորված համապատասխան իրավական որոշումներ։ Հիմա քանի որ շատ առանձնահատուկ էր այս պատմությունը, դա կարող է ուսումնասիրության առարկա դառնալ այն նախորդները, որ ասում եք։ Ես ձեր նկարագրած դեպքը չկարողացա մտաբերել, դրա համար հարցին հստակ չպատասխանեմ։ Քանդված են եւ աղմուկը դա է, որ փոսերը եւ այլն, այսինքն ամբողջ խնդիր ձեր մեքենա չի, այսպես այդ խնդրին չի արել։ Փոսի մեջ չի ինքեր գործընկերս ասում։ Այսինքն այս աղմկահարույց, այս ասֆալտապատման այսպես ակնարկում են փողերի լվացման մասին։ Այսինքն ով է գերել ասֆալտը Երևանի, այլ խոսքով կներեք։ Աղն է գերել։ Իսկ հնարավոր չի որ բնական պայմաններում այդ ասֆալտի վրա փոսեր առաջանան։ Չէ, անգամ ավելի է Քաղաքապետը ասում է բիտում առանց բիտումի ասֆալտ է։ Դե եթե ունենում են կոնկրետ ճանապարհահատված, ես չասեմ ամբողջ քաղաքի մասով, եթե ունենում են կոնկրետ ճանապարհահատված ու ունենում են անորակ աշխատանք, այս դեպքերով բնականաբար ուսումնասիրություններ կատարվում են եւ կունենան քերական վարույթներ ու քերական հետապնդումներ, բայց ես չեմ կարող ասել որ ճանապարհահատվածի մասին է խոսքը։ Եվ խնդրում եմ վերջին հարցադրումը որպեսզի ավարտում։ Վերջերս մեղադրանք առաջադրվեց Վալերի Ոսիպյանին եւ Ռոբերտ Մելքոնյանին, եթե ճիշտ եմ հիշում։ Հնարավոր է առաջիկայում այլ մեղադրյալներ եւս ներգրավեն այս գործով, կան անձինք, որոնց հարցաքննությունները դեպի այդ սցենարն են տանում եւ ի վերջո իրավապահները այդ հավաքները ցրելու եւ այլ այդ գործողությունների համատեքստում փաստորեն սա այստեղ տեսան հանցագործություն։ Այդ նույն տրամաբանությամբ բազմաթիվ ակցիաներ են եղել 18-ից հետո էլ։ Այնտեղ ոչ մի մեղադրանք չկա, այդ թվում նաեւ սրբազան շարժման հավաքը, որ տեղի ունեցավ վերջինը նաև միջադեպ գրանցվեց Բաղրամյան եւ Դեմիրճյան կոմիտեում խաչմերուկներում, սրանք արդյոք տարբերակված մոտեցման օրինակ չի, որ մի դեպքում էսպես որ դեպքում ենք ունեցել խոշտանգում եւ զոհեր ձեր նշած։ Զարյան երեք որդիր Իմ ասածը նրանում է, որ մենք ունենք տարբեր դեպքեր եւ տարբեր դեպքերով տարբեր իրավական գնահատականներ։ Այդ թվում նաեւ վարույթներով անցնող անձանց նկատմամբ երբ որ քերական հետապնդումներ են նախաձեռնում, դրանցում գնահատում է ապացույցների համակցությունը, եթե ունենք համակցություն, ապա քերական հետապնդումների են գնում։ Եվ անցնելով ձեր մյուս հարցին, թե այո, արդյոք կունենանք նոր մեղադրյալներ, այո, առաջիկայում մենք կունենանք նոր մեղադրյալներ, որի մասին հանրությունը կիրազեկի։ Պարոն Նահապետյան, ներողություն, Շողջան մի րոպե էլի։ Կոնկրետ չասեմ որ դրվագով, բայց կունենանք մեղադրյալներ։ Պարոն Նահապետյան, Վերջին հարցը խնդրում եմ եւ սահմանափակենք գործը, որը օրինակ առնչվում է Գարեգին Երկրորդին, ունեցվածքին կամ ոչ, հակակոռուպցիոն կոմիտեում նման գործ չկա։ Ստեսություն ձեր շնորհակալություն։